Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր նկարելու ենք վիդեո, իսկ թե ինչ վիդեո կդիտեք հենց հիմա։ Այսօր ես գտնվում եմ իմ քավորի խինգալյանոցում և պատրաստելու եմ կոլորակի մսով ապուր։ Այսօր ինձ օգնելու է շեֆ-խոհարարը Հայկը։ Բարև ձեզ, այսօր օգնելու եմ մեր փոքրիկին, որպեսզի պատրաստի կոլորակով ապուր։ Դե արդեն ասի ինչ ենք պատրաստելու այսօր, ահա անհրաժեշտ բաղադրիչները, ինչով որ պետք է պատրաստենք։ Մեզ անհրաժեշտ է որդի միս, աղ, կանաչի կտրտված, կարտոֆիլ, սոխ, գազար, բրինձ, սև բիբար և հավկիթ։ Առաջինը մաքրելու ենք կարտոֆիլն ու գազարը։ Գազարը շեֆ-խոհարար Հայկը կմաքրի, ես կարտոֆիլը կմաքրեմ։ Քերում ենք գազարը և կտրատում ենք կարտոֆիլը։ Մաքրում ենք սոխը և կտրատում ենք, կեսը սոխարազի համար, կեսը մսրի աղալով, այսինքն միսի հետ աղալով է։ Ահա ինչ ենք ստացել, մենք սոխն ու միսը խառնեցինք իրար և պետք է էլեկտրական աղացով աղանք։ Գնում ենք խոհանոցի ետևի հատված, միսը աղանք։ Սիրելի հետևորդներ, պես տեսնում եք, մենք միս աղացինք։ Հիմա պետք է ավելացնենք ձուն, հետո բրինձը, հետո կանաչին կտրատված, հետո աղը, հետո սև բիբարը։ Դե ինչ գնացինք։ Առաջինը կոտրում ենք ձուն։ Ավելացնում ենք բրինձը։ Հիմա կոլորակի մսերը սարքում ենք, որպեսզի ապուրը կարողանանք սարքել։ Վերցնում ենք մոտավորապես այսքան։ Այսքանց լողացնում ենք։ Հոպ։ Արդեն հիմա կոլորակը պատրաստ է, հիմա պետք է ավելացնենք մնացած բաղադրիչները և ապուրը կարողանանք դնել գազին։ Սիրելի հետևորդներ, հիմա սա տեղափոխում ենք կաթսայի մեջ, ուղարկում ենք եփվելու, ընթացքում ավելացնելու ենք կարտոֆիլը, բրինձը, կանաչին կտրատված և վերջում գազարը և սոխարածը։ Սիրելի հետևորդներ, հիմա ավելացնում ենք կարագը, հետո ավելացնում ենք սոխը և դնում ենք գազին, որպեսզի մեր սոխարածը եփվի։
Հա, առաջին օրենացնում ենք։ Դնում ենք գազը հիմա և կանգնում ենք եփելու։ 2 ճաշի քիչան ենք ավելացնում։ Ավելացնում ենք կարտոֆիլը, 2 վերջ։ Ինչ ավելացնում ենք գազարը։ Ավելացնում ենք աղը և կառնում ենք։ Մենք տեսնենք աղը նորմալ է, թե ոչ։ Մի քիչ աղի պակասավ, հիմա մի քիչ աղ ավելացնենք։ Այ այսքան, վերջ, արդեն նորմալ է։ Հիմա փորձարկում ենք շեֆ-խորհրդար Հայկի հետ, որպեսզի տեսնենք համը։ Եվ մեկը սպիտակական կտանք, 1-ից 10 բալային համակարգով։ 10-ից 10, 10-ից Շատ 10 լավն է։ ապրինոյը։ Ինչ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, դրեք լայքեր, սա էլ իմ ինստագրամի էջը, չմոռանաք բաժանորդագրվել իմ ինստագրամի էջին։ Անպայման եկեք Թումանյան խինկալի, շեֆ-խորհրդար Հայկի պատրաստած ուտեստները փորձելու։ Շնորհակալություն շեֆ-խորհրդար Հայկ։ Նորի ջան, նորից անենք։ Շնորհակալություն։ Ուրախ կլինենք քեզի նորից տեսնել։ Դե ինչ կհանդիպենք շատ շուտով, հենց այստեղ, այս պրոյեկտը դեռ չի վերջացել։